Մենք կանենք, մարդիկ կտեսնեն, պատասխանատու հայտարարում եմ։ Այո, իշխանության համար կռիվ ենք անում, ճիշտ ենք անում։ Այդ իշխանությունը մենք որ չունենանք, այդ ծրագրերը ոնց ենք անելու։ Գնալ փոխվարչապետ, չգիտեմ, մի ուրիշ նախարար, դե որ չկա դեսպանը հակա ու կա, չէ։ Մի դեսպանի պաշտոնի կգնար հանգիստ կապրել։ Ինչի մեր դեմ իրականացվեց հակակարողություն։ Այո, մարդկանց մեջ չկա այդ վստահությունը կուսակցությունների հանդեպ, շատ ցածր մակարդակի վրա մենք գնում ենք կարծրատիպերը կոտրելու։ Քաղաքական կամք ու ծրագիր։ Երկուսն էլ ունենք։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, մինչև մեր այսօրվա հյուրին ներկայացնելը հիշեցնեմ, ձեզնից յուրաքանչյուրի դիտումը, մեկնաբանությունը, տարածումը շատ կարևոր են մեզ համար։ Հավատացեք, դուք դրանով մեծ ներդրում եք կատարում հաղորդման զարգացման գործում։ Իսկ այսօր հարցեր կան Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Վաբկեն Հարությունյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Վերջերս Հայրենիք կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, որով կոչ էի անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համախմբվել իրական ընդդիմադիրների շուրջը եւ արտահայտել անհանդուրժողականություն եւ պայքարի պատրաստակամություն։ Երկու հարց ունեմ։ Առաջինը, ովքեր են իրական ընդդիմադիրները, որոնց շուրջ կոչ եք անում քաղաքացիներին համախմբվել, եւ երբ ակնկալում եք պայքարի պատրաստակամություն քաղաքացիներից, դա ինչպես է դրսևորվելու, որովհետեւ սովորաբար քաղաքացիները իրենք ունեն ակնկալիք պայքարի պատրաստակամության հենց քաղաքական ուժերից։ Հարցի առաջի մասի հետ կապված, տեսեք, միակ ընդդիմադիր լինելու մոլուցքով միանգամից ասեմ, մենք չենք տառապում։ Որոնք են ընդդիմադիր իրական ուժերը։ Դա ամեն մի քաղաքացի ինքն է իր ուղեղում ֆիքսում։ Վերլուծելով տվյալ քաղաքական ուժի գործունեությունը, անցած ճանապարհը, քայլերը եւ այլն։ Մենք ամենևին չենք ասում, գիտեք, այս մի ուժ է, այսպես մենք կարող ենք այլ քաղաքական ուժերի վարքին, առանձին քաղաքական գնահատականներին, գործողություններին անդրադառնալ, հա, բայց չենք ուզում նաև այսպես հատ-հատ թվարկենք, որտեղ կներեք կարող է լինի մի քաղաքական ուժ, որ իրենք էլ են, իրենց հետ պետք է ցուցակ չենք հրապարակելու, հա, ուղիղ չափորոշիչներ ունեք։ Իհարկե չափորոշիչներ կան, բնականաբար այդ չափորոշիչների ցայտուն ապացույցը նախորդ տարիների քաղաքական ուժերի գործողություններն են։ Փողոցային պայքար, ընտրություններ, գնահատականներ իշխանությունների հասցեին, որոնք հնչեցվել են։ Իսկ դրանք արվում են հրապարակային, ամեն քաղաքացի իր հետևությունը կարող է անել։ Մենք, գիտեք, իդեպ մեզ նաև դրանում անկեղծ ասեմ, մեղադրում են, այդ մեղադրանքների մի մասի հետ նույնիսկ ես եմ համաձայն, որ ի տարբերություն որոշ ընդդիմադիր ուժերի մենք չենք թիրախավորում, չենք զբաղվում հակակարողությամբ, մենք ասում ենք, մենք ոչ թե անցյալի հետ են կռվում կամ ընդդիմադիր ուժերի հետ է մեր պայքարը, դեմ է պայքարը, այլ այս իշխանության դեմ, որտեղ այս իշխանության գործողություններ, այն ինչ որ ալեն մեր երկրի գլխին ու շարունակում են անել, մենք դրան դեմ ենք։ Ինչ չի ասի մյուս քաղաքական կամ որոշ քաղաքական ուժերի մասով, որոնք իրենց համարում են ընդդիմադիր։ Որոնք իրենց համարում են ընդդիմադիր, բայց իմ մոտ տպավորություն է դատելով նրանց որոշ այսպես ակտիվիստների ուրեմն մեղադրանքներից չակերտյալ, որոնք անհիմն են, հա։ Օրինակ ձեր հասցեին որ մեղադրանքն է անհիմն։ Այ օրինակ, գիտեք, կարող են վերցնել Հայրենիք կուսակցության Արտուր Վանեցյանին, սկսեն թիրախավորել, դնել Նիկոլ Փաշինյանի հետ ուրեմն տարիներ առաջվա եղած ինչ-որ նկար ու սկսեն դրա շուրջ կառուցել դավադրությունների տեսություն, այսպես մոգոնել, այ Նիկոլի հետ, այսինքն Արտուր Վանեցյանը եղել է ԱԱՑ պետ, երբ եղել է Նիկոլ Փաշինյանը վարչապետ, չէ՞, բնականաբար ասենք դա գաղտնիք չի։ Հիմա վերցնել դրա հիման վրա ինչ-որ դավադրություններ կառուցել, ասել այ որ եղել է ԱԱՑ պետ, ուրեմն իրանք իրար հետ են, դա հիմարություն է։ Դուք համարում եք, որ դա ուղղորդված է արվում։ Ես գիտեք ինչ, քանի չեմ տեսնում այն քաղաքական ուժերի ղեկավար կազմի կողմից իրենց այդ որոշ թիմակիցներին սաստելու գործընթաց, ես դա ուրեմն չեմ բացառում, կամ առնվազն եթե չեն ուղղորդում, ուրեմն իրանց սխտով է։ Անուններ չեք տալու։ Անուններ տալու կարիք կարծում եմ չկա, բայց մի բան ուզում եմ հստակ ասել, որ դատելով մեր դառը փորձից, սկսենք ժամանակ առ ժամանակ անվանական հնչեցնել, այնպես չի որ ինչ-որ մի գաղտնիք կա կամ կաշկանդվածություն ունենք։
այդ անունները հնչեցնել ու անպայման այդպես էլ անելու ենք, ավելի անվանական սկսելու ենք նշել։ Այդ հարցին դեռ կգանք, հիմա առաջարկում եմ երկրորդ հարցը չշրջանցել, Խնդրեմ, պատասխանել պայքարի պատրաստակամությունը։ Պայքարի պատրաստակամությունը։ Տեսեք, մենք հեռու ենք այն մտքից, որ պետք է ամեն ինչ ու մեղադրել քաղաքացիներին, հա, փողոցային պայքարի տարբեր դրվագներ ենք ունեցել ու ասել մենք գիտեք ինչ սխալներ չենք ունեցել եւ այլն։ Բայց այստեղ կարծում եմ եւ սխալներ բաստողումներ կա, բնականաբար առաջինը քաղաքական ուժերի, այդ թվում եւ հայրենի կուսակցության կողմից եւ բնականաբար քաղաքացիների, ովքեր որ չկարողացան այդ ներքին տարաձայնությունը ես կասեի հաղթահարել։ Քաղաքացիները։ Այո, նաև քաղաքացիները։ Գիտեք, տեսեք, այն որ մենք փողոցային պայքարի տարբեր փուլեր չկարողացանք արդյունավետ իրականացնել, իսկ դրա փաստը նաև որ այս իշխանությունը շարունակում է մնալ իշխանության, դա անհերքելի է։ Այդ մասով ես մեր սխալն ընդունում եմ, բայց նաև գիտեք, երբ որ նայում ենք այն ինչի միջով մենք անցանք, ուրեմն այդ քրեական գործերի, ռեպրեսիաների տարիներով փակել էին նույնիսկ երկրից դուրս գալու մեր սեկտը, այդ թվում եւ իմ ազատությունից զրկեցին, մեքենաս վնասեցին, իմ կուսակցական մյուս ընկերներին, Վանեցյանի դեմ 10-ից ավելի քրեական գործեր հարուցվեցին, ուրեմն ինչի հետ կապված ասեք գործերը կային, մեղադրանքները, որոնք բնականաբար օթեին ու տրակեցին գնացին, բայց ամեն դեպքում քարոզչական առումով, ամեն դեպքում հոգեբանական, ֆիզիկական ճնշումների առումով, այդ բոլոր ճնշումները մենք մեր վրա զգացել ենք։ Դա նորմալ է։ Գիտեք ինչ, նորմալ չի, բայց դա իրականություն է։ Նորմալ կլիներ, երբ որ այս իշխանությունը օրինակ իրեն չհռչակեր սուպեր ժողովրդավարական, սիրո համերաշխության, նորմալ կլիներ, եթե այս իշխանությանը մարդիկ ձեռքերի վրա չբերեին, բայց բերել են ձեռքերի վրա, բերել են մեծ հույսով, իսկ այս իշխանությունը մեծ հուսախաբար է, ինչ խոստացել է, կարող եմ ասել, արել է ուղիղ հակառակը։ Դրա համար նորմալ չի, եթե նորմալ լիներ, մենք կհամակերպեինք, չենք պայքարի։ Մենք պետք է ամեն ինչ անենք։ Ես հասկանում եմ ձեր միտքը։ Քաղաքական ուժերը պիտի պատրաստ լինեն ամեն ինչի։ Ես ձեր միտքը հասկանում եմ, բայց գիտեք ինչ, ցավոք սրտի հասարակության մի մասի մոտ դա արդեն ընկալում է նորմալ, ասում է դե եթե մտել են, ուրեմն պետքա ուրեմն այդ ամեն ինչի միջով անցնեն, բայց ես էլ ասում եմ, գիտեք ինչ, եթե մտել են քաղաքական process-ի մեջ, պետքա այդ ամեն ինչի միջով անցնենք ու այլևս թույլ չտանք, որ նման գործելավոճ որևէ իշխանություն կրկնի։ Եվ հետո եթե ժողովրդավարություն է հռչակվում, ապա այդ պայքարը պիտի լինի ժողովրդավարության սահմաններում եւ ոչ թե այն վայրի կանոններով, որով որ առաջնորդվում է իշխանությունը, բնականաբար այդ հարցում ես իհարկե ձեզ հետ համաձայն եմ, բայց մի բան, տեսեք, դուք անդրադարձաք այն հարցին, որ խնդիրն այն էր, որ քաղաքացիները ներքին տարաձայնությունները չկարողացան հաղթահարել, բայց համաձայն չեք, որ շատ կարևոր է, որ նախ քաղաքական էլիտաները իրենց ներքին անհամաձայնությունները կարողանան հաղթահարել։ Ձեր տված հարցը կարծում եմ հետևանք է եւս մեկ սխալ քաղաքականության, որ ընդդիմադիր ուժերս այս տարիների ընթացքում իրականացրել են։ Եթե տարբեր կուսակցություններ են, տարբեր քաղաքական, չգիտեմ, միավորներ են կլինեն դաշինքների տեսքով, թե այլ ֆորմատով, նշանակում է իրանք արդեն տարբեր են։ Ու մարդկանց մոտ ցավոք սրտի կար այն ինչի մեղավորությունը կրկնում եմ քաղաքական ուժերին էր։ Այն տեսակետը, որ այ տեսեք, եթե ասում են ընդդիմություն, ուրեմն այդ ընդդիմությունը մեկ է։ Եթե մենք եւ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը, հիմա Արման Թաթոյանը ու տենց մնացած բոլոր քաղաքական ուժերը, կուսակցությունները մեկ լինեինք, կլինենք մեկ կուսակցություն։ Մենք տարբեր ենք։ Այլ հարց, որ տարբեր վճռական երկրի համար վճռորոշ փուլերում դու պետքա քաղաքական ուժերը պետքա կարողանան այդ անհամաձայնությունները հնարավորին չափ փոքրացնեն, գան ընդհանուր հայտարարի։ Իմ հարցը Հիմա տեսեք, կներեք ավարտեմ ուրեմն միտքս։ Հիշում եք, չէ, տարիներ առաջ այդ թեզը շատ ուժեղ աշխատում էր, հիմա կարող եմ ասել արդեն մարելու վրա է։ Ասում են բան, եթե ընդդիմություն, ուրեմն նախկին։ Ես հիմա պատասխանատու հայտարարում եմ, օրինակ հայրենի կուսակցությանը
Կարող են ասել նախքին, չեն կարող, չէ՞։ Զրո հիմնավորում, մենք երբևէ չենք եղել որպես կուսակցության իշխանության։ Հայրենի կուսակցությանը կարող են ասել ներկա, չեն կարող ասել, չէ՞։ Այսինքն նկատի ունեն այս իշխանության հետ համագործակցած, որովհետև երբեք այս իշխանության հետ ոչ կոալիցիոն որևէ ինչ-որ ֆորմատով իշխանության մաս չեն կազմել, չէ՞։ Մենք ապագան ենք։ Ու մեր դեմ այդ քարոզչության դրսևորումներից նաև մեկն էր, որ իշխանության կողմից փութաջանորեն տարվեց, որպեսզի էլի ասոցացնեն, չգիտեմ, ինչ-որ պիտակներ կպցնեն եւ այլ եւ այլ։ Առաջարկում բոլոր այն քաղաքացիներն, ովքեր չեն ուզում նախկինի վերադարձ, ովքեր դեմ են այս իշխանություններին, գան հավատան, միանան մեզ, միասին կերտենք նորը։ Այն սպասված նորը, նոր քաղաքական ուժը, որ մարդիկ ակնկալում են։ Չեմ ասում մարդկանց մեջ, որ քաղաքացիներն որոշ չափով մեղադրում։ Եթե դուք նախքին չեք ուզում, ներկա չեք ուզում, այդ նորը ո՞րն է։ Ես վստահացում եմ չեն կարողանալու ձևակերպեն։ Այդ նորը երկնքից ոչ չի գալու։ Հրեշտակի տեսքով ոչ չի գալու, եղած քաղաքական ուժերից պետք է նայես, չէ՞, ինչ չափանիշներ կա, գնաս ընտրես ում ես ուզում։ Բայց դուք ինքներդ այդ ծուղակուն ներողություն չեք հայտնվում, երբ օրինակ ձեզ սպիտակավորում եք նոր եւ ոչ նախկին ոչին։ Չէ՞ որ դուք այդպիսով ինքներդ այդ օրակարգը առաջ եք մղում։ Բացարձակ, գիտեք ինչ, ես շատ բնական եմ համարում, երբ որ մարդիկ կան, ովքեր ուզում են նախկին ուրեմն իշխանությունների, կլինի, չգիտեմ, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի տեսքով վերադարձ։ Դա էլ իրենց քաղաքական նախընտրություն է, ու այնպես չի, որ որևէ մեկը պետք է ասի, գիտեք ինչ, այդ մարդիկ եթե նախկինում եղել են, ուրեմն պետք է չկան իշխանության։ Նորմալ է, ամեն մի քաղաքացի ունի իր նախընտրած ուժը։ Ըստ տարբեր հարցումների որոշակի շեղումներով, բայց ընդհանուր առմամբ պատկերը հետևյալն է, որ մեծամասնությունը այլընտրանքի սպասում ունի քաղաքացիները։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք փորձում եք դիրքավորվել այդ այլընտրանքի դաշտում, ցույց տալով, որ ձեզ ընտրելով մարդիկ կարող են բավարարել այդ ցանկությունը, եւ եթե այդպես է, ապա ինչ եք դուք առաջարկում քաղաքացիներին, որովհետեւ երբ ասում եք մենք ապագան ենք, դրանք իհարկե խոսքեր չպիտի լինեն, դա պիտի լինի շատ շոշափելի եւ քաղաքացին պիտի հավատա դրան եւ ընդառաջ գա դեպի ձեզ։ Տեսեք, մենք ոչ թե փորձում ենք դիրքավորվել, մենք ստեղծվել ենք որպես քաղաքական ուժ հենց այդ նպատակով։ Այսինքն մենք այնպես չի, որ նոր ենք մտածում կամ, չգիտեմ, 1 տարի առաջ կամ 3 տարի առաջ ենք մտածել։ Եթե մենք որպես նոր քաղաքական ուժ մեր ուղեղում, հա, որպես անհատներ, ովքեր միավորվելով ստեղծել են կուսակցությունը, այդ գաղափարը մեր մեջ չունենայինք, կգնենք կմիանանք այդ ժամանակում եղած քաղաքական ուժերից որևէ մեկին։ Ամեն մեկս միտեղ կգնանք, այսինքն մենք արդեն մեր ստեղծվելով մեր գործունեությամբ ու անցած ճանապարհով ցույց ենք տվել, որ նոր քաղաքական ուժ ենք, որի կարիքը հասարակություն ունի։ Այստեղ հարցը կայանում է, խնդիրը, մեր բաց թողումը կայանում է նրանում, որ մեզ դեռևս ամբողջությամբ չի հաջողվել դա հասցնել քաղաքացուն։ Ու շատ լավ հարց եք տալիս, ինչի պետքա մարդիկ մեզ վստահեն։ Ես ասում եմ առաջին անցած մեր ճանապարհը, երկրորդը մենք ոնց ենք պատկերացնում երկրի կառավարումը։ Տարբեր ժամանակներում գնահատականներ մենք մեր պատկերացումների ծրագրերի վերաբերյալ հնչեցրել ենք խորհրդի, գործադիր մարմնի, կուսակցության նախագահի մակարդակով։ Իրականացել են քայլեր, բայց դա բավարար չի, կրկնում եմ, որ մարդիկ, չէ, ամբողջապես պատկերացնեն ինչ ենք մենք ուզում։ Հիմա նոր մենք գրում ենք նոր ծրագիր։ ո՞րն է։ Հիմա մենք գրում ենք կուսակցության նոր ծրագիր, բավական ակտիվ այդ աշխատանքները իրականացնում ենք։ Կհրապարակենք, մարդիկ կտեսնեն մենք ինչ ենք ասում, օրինակ ոնց ենք պատկերացնում տնտեսության զարգացումը։ Չեք հապաղում։ Գիտեք ինչ, անկեղծ ասեմ, աշխատանքներ իրականացնելը բավական է, ծրագիրը գրելը բավական բարդ է, հաշվի առնելով նաև կադրային տեղեկատվության ուրեմն պակասը, որովհետև նույնիսկ այսօրվա վիճակագրական տվյալներն են խիստ կասկածել։ Ավելին ասեմ, նույնիսկ այսօրվա էկոնոմիկայի նախարարն է կասկածի տակ դնում իրենց իշխանության վիճ-վարչության տվյալները։ Բազմաթիվ գործոններ կա, որոնք պետք է հաշվի առնես, իսկ դա փորձագիտական մեծ աշխատանք է պահանջում, ժամանակ է պահանջում, բայց կրկնում եմ, մենք ինտենսիվ զբաղվում ենք, կներկայացնենք բանակի, տնտեսության, արտաքին քաղաքականության բոլոր ոլորտների հետ կապված, որ մարդը հասկանա գալով իր ձայնը տալով հայրենի կուսակցությանը, ինչպիսի ապագա է ունենալու։
Ոչ թե ասենք, բա գիտեք, այս իշխանությունը վատն է, չգիտեմ, նախկինում այդ ինչը վատ էր, այդ ինչը լավ էր։ Պետք է վերջ տալ այդ խոսույթը, գնալու է երկրորդ պլան։ Մենք ասում ենք պետք է լինի օրենքի երկիր, չէ՞։ Այդ օրենքը որ լինի, պետք է առաջին այդ քաղաքական կամքը լինի, ու լինի քո պատկերացումները, դու ոնց ես պատկերացնում դա իրականացնել։ Թե չէ գիտեք ինչ, ասենք, հիշում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում, ասում էր, վայ նախկիների ժամանակ օլիգարխները, տնտեսությունը ամբողջ ուրեմն օլիգարխների ձեռքում է մոնոպոլիաները, Սամվել Ալեքսանյանն էսա ներմուծում, չգիտեմ, այն մյուսը բենզինը մենակ ինքն է ներմուծում, լավ, հետո ինչ փոխվեց։ Տնտեսության ազատականացում այդ նույն խոշոր ներմուծողների մասով տեսել ենք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչ ասեց, բառացի չէ, ասեց այլևս իրենք օլիգարխ չեն, բան խոշոր գործարար են։ Լավ ինչ փոխվավ իրանց կյանքում։ Դե դուք էլ կգաք իշխանության, այլ անուն կտաք այդ խոշոր օլիգարխներին։ Տեսեք, եթե մեր նպատակը միայն իշխանության գալը լիներ, այդ դեպքում մենք չպետք է քաղաքական ուժ ստեղծեինք, կամ չպետք է լինենք ընդդիմադիր։ Պետք է գնանք այս իշխանության հետ, կամ չգիտեմ, նախկին որևէ իշխանության հետ այն ժամանակ ինչ որ մի ձև ինտեգրվենք ամեն մեկս ու նորը չստեղծենք։ Այո, մենք ուզում ենք գանք իշխանության, առանց իշխանության գալու դու չես կարող քո ծրագրերը իրականացնել։ Այն որ մեղադրում են, ասում են իշխանության համար կռիվ են անում, այո, իշխանության համար կռիվ ենք անում, ճիշտ ենք անում։ Այդ իշխանությունը մենք որ չունենանք, այդ ծրագրերը ոնց ենք անելու։ Մեր երկրի կյանքը ոնց ենք բարելավելու։ Մեր նպատակը անձնական բարեկեցությունը բարելավելը չի։ Մեր նպատակը անձնական բարեկեցությունը բարելավելը համապետական մակարդակով, այսինքն երբ որ քո ժողովուրդը սկսում է լավ ապրել, դու էլ մաս կազմելով քո ժողովրդին, դու էլ իրաց հետ ես սկսում լավ ապրել։ Եթե անձնական հարց լուծելու լիներ, Վանեցյանը, սկսենք Վանեցյանից էլ, ինչի էր ընդհանրապես մտնում քաղաքականություն։ Այն ԱԱՑ-պետ էր կմնար, այմարտ ԱԱՑ-պետ չէր մնա, գնար փոխվարչապետ, չգիտեմ, մի ուրիշ նախարար, դե որ չկա դեսպանը հակա ու կար, չէ։ Մի դեսպանի պաշտոնի կգնար հանգիստ կապրեր։ Այսինքն Վանեցյանը իր գործողություններով մարդկանց ապացուցել է, որ պատրաստ է պաշտոնից բարձր, որ այդ ժամանակ դե ֆակտո համարում էր երկրում երկրորդ պաշտոնը, չէ, ԱԱՑ-պետ, իր վարկանիշները Նիկոլի վարկանիշին չէր զիջում։ Քայլ արեց, հրաժարական տվեց, ոչ միայն սուսուփուս գնաց սպասեց տեսնել իրան պաշտոն կտան, չեն տա, նոր հետո դառնար բան, ընդդիմադիր կամ ինչ-որ բաների մասին խոսար, հստակ գնահատական տվեց։ Ինչ է սպասում երկրին, ինչ վիճակը դուրս եկա։ Մարդիկ չհասկացան, որտեվ այդ ժամանակ իսկապես շատ դժվար էր, չէ՞, բոլորը մտածում են դե Նիկոլ Փաշինյանը հեսա տեսեք ինչ անում, հույսեր կար, բայց մարդը իր այդ կամքը ուներ, այդ կամքը գործով ապացուցեց։ Երբ ասում եք, որ այո, մենք գալիս ենք իշխանության, որովհետև առանց այդ լծակների ոչինչ անել չեն կարող, համապետական ընտրություններին ընդառաջ շատ է խոսվում ձայներ փոշիացնելու վտանգի մասին եւ դրա մասին հատկապես շատ խոսվում է ընդդիմադիր դաշտում, որովհետև դա սպառնում է հենց ընդդիմությանը։ Վաղաշաբաթի ընտրությունը, խոշորացված համայնքի ընտրությունը այդ խոսակցությունը ավելի ակտուալ դարձրեց եւ ձեր ուժն էլ քաղաքական ուժն էլ մասնակցում էր եւ չհաղթահարեցիք անցողիկ շեմը, հետեւաբար այդ խոսակցությունների սլաքը նաեւ ձեզ է ուղվում։ Ուզեք թե չուզեք։ Հիմա ինչ եք անելու, ինչ մարտավարություն եք փոխելու, որ համապետականին նույն սցենարը չկրկնվի։ Համագործակցությունների ինչ շրջանակ եք դիտարկում։ Վաղաշաբաթի հետ կապված, գիտեք, ես բնականաբար ծանոթ եմ այն շահարկումներին, որ եղավ։ Առաջինը հայրենի կուսակցությունը ազգային ժողովի ընտրությունից հետո, երբ որ հանրապետական կուսակցության հետ դե յուրե եւ դե ֆակտո հայտարարվեց, որ պատիվ ունեն դաշին գոյություն չունի, հա, մենք որպես արտախորհրդանական ուժ Վանեցյանը փողոցային պայքարի ձախողումից հետո մանդատը դրեց, դուրս եկավ ազգային ժողովից, դրանից հետո այդ process-ներից ամիսներ հետո մենք մասնակցել ենք մի շարք համայնքներում հայրենիք կուսակցությունով, կրկնում եմ, համայնքային ընտրություններն ունենք ավականու անդամներ։ Կրկնում եմ, հայրենիք կուսակցությունով։ Ես ուզում եք ասեք, այս մի այդ շահարկողներին շատ լավ կլինի, օրինակ իրանք ասեն, իրենք
իրենց կուսակցությունով կամ իրենց դաշինքով մասնակցել են նույն համայնքային ընտրություններին։ Արդյոք բոլոր համայնքային ընտրություններին են իրենք մասնակցել։ Եթե վաղարշաբաթ այսպես է դարի խնդիրն էր վաղարշաբաթի համայնքը վերցնելը, հա, ինչով էր վաղարշաբաթը տարբերում մյուս համայնքներից։ Բայց ինչի բոլոր համայնքներում ձեր դաշինքներով կամ ձեր կուսակցության անուններով չեք մասնակցում։ Կամ եթե այդքան կարևոր ձեր համար ոչ միայն դուք առավելագույն ձայներ տանելու խնդիր չեք դրել, այլ խնդիր եք դրել ազատվել ՔՊ-ից։ Ինչի մեր դեմ իրականացվեց հակակարողություն։ Գաղտնիք չեմ ասում, եթերում անգամներ ասել եմ, նույնիսկ մեր քարոզարշավի մեկնարկին եմ ասել, ավելին որոշ մարդկանց էլ անձնապես եմ իրավիճակը ներկայացել, որ երբ որ մենք վաղարշաբաթում աշխատանքներ ենք տանում տարածքային կառույց ստեղծելու, այդ ժամանակ արտահերթ ընտրությունների խնդիրը առաջացավ։ Այսինքն մենք այնպես չի, որ պլանավորած գնում ենք այնտեղ ընտրությունների։ Մենք տարածքային կառույց ենք նոր փորձում ստեղծել, ու այդ ժամանակ եղավ արտահերթ ընտրությունների համայնքների միավորման ընտրությունների հայտարարություն։ Բնականաբար փորձեցինք մասնակցել։ Մենք ազնիվ ենք եղել, հավատացնում եմ, եթե հակակարողությունով լիներ, ես այնքան հարցեր կարող էի տալ։ Տայք։ Որոշ երևի դա է եղել, գուցե դա է եղել մեր սխալը, բայց մենք ունենք որոշում չզբաղվել, մեր թիրախը ընդդիմությունը չի։ Մենք տարբեր ենք բոլոր քաղաքական ուժերից։ Այդ թվում եւ Ռոբերտ Քոչյան եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերից, բայց մենք այդ մարդկանց դեմ չենք պայքարում։ Մենք պայքարում ենք այս իշխանության դեմ ու արդեն նշեցի պատճառները։ Երևի դա էր պատճառներից մեկը։ Ես շատ հարցեր ունեի, որ կարող էի ինքս տալ, որտեղ ես ակտիվ դերակատարում եմ ունեցել վաղարշաբաթի ընտրություններին եւ այդ թվում նաեւ ցավոք սրտի այն ձախողում, որ ունեցանք, այդտեղ ես նաեւ իմ մեղքի բաժին ունեմ։ Սա մի անգամ չեք ասել, հետաքրքիր մի բան, ներողություն։ Սովորաբար Հայաստան քաղաքական դաշտում ընդունված չէ ձախողման համար պատասխանատվություն ստանձնել եւ հայտարարել այդ մասին, հա, անձնապես անհատական պատասխանատվության մասին գրեթե չեն խոսում, մինչդեռ հաջողությունների դեպքում հերթի պակաս չկա։ Բայց այդքանով հանդերձ դուք մի քանի անգամ խոսել եք նաեւ նրա մասին, որ քիչ առաջ էլ շեշտեցիք, ձեր դեմ եղել է քարոզչություն։ Ենթադրենք այդպես է։ Վստահ եմ ինքնից լավ եք պատկերացնում, որ համապետականին այդ մասշտաբները մեծանալու են եւ այդ թվում այո ընդդիմադիրների միջև սաստկանալու է պայքարը, ուզենք թե չուզենք։ Հիմա եթե դուք թիմ ընտրությանը չկարողացաք չեզոքացնել ձեր դեմ աշխատանքը, ինչ եք անելու համապետականին։ Թիմ ընտրությունը նաեւ այն սխալները, որ ունեցանք, առիթ էր, որպեսզի մենք հետևություններ անենք։ Հարցի այդ վերջից պատասխանեմ էլի, ինչ ենք անելու։ Միջև հիմա չենք արել, չէ՞, կամ եթե արել ենք շատ զուսպ մակարդակով ու ոչ բավարար այդ հակակարողության դեմն առնելու։ Ինչ ենք անելու, այս անգամ արդեն եւ դուք եւ մեր քաղաքացիները կիմանան ինչ ենք անելու։ Որոշումը ունեք, հա։ Ես չեմ ուզում հիմա ասենց ասել, սա այն կանոնը։ Մենք կանենք, մարդիկ կտեսնեն, որ չի կարող անverջ, ուրեմն, այսպես մեր հետևից ինչ որ բամբասանքներ, փսոսներ լինեն։ Հիմա սպառնում եք։ Չեմ սպառնում, ես շատ ուղիղ հայտարարում եմ։ Շատ ուղիղ, որտեղ գիտեք ինչ, մեր գործելավոճը չի տենց խոսել հետևից եւ այլ։ Հա բաներ կա, գիտեք, քաղաքական հարաբերությունները, քաղաքական ուժերի միջև շատ նորմալ է, չէ՞, երբ որ դու հրապարակային դաշտ չես տանում, նստում զրուցում ես, քննարկում ես, փորձում ես այդ մակարդակով լուծել, բայց եթե դա չի լուծվում ու դա անդադ կրկնվում է, դու այո պետքա պատասխանես ու ես որպես Բաբկեն Հարությունյան խոստանում եմ, որ պատասխանելու եմ հրապարակային։ Կարծում եք դա ձեզ կուժեղացնի։ Ես կարծում եմ, ես դա պարտավոր եմ, որտեվ չի կարող մեր դեմ, ուրեմն, անդադար այդ գործունեությունը ծավալվի, ու մենք դա ամեն անգամ ասենք, դե լավ, ոչինչ, այսպես ասեմ,
մեծավարին ենք, ասենք կհասկանան էլի, կամ ասես կբացատրեն կհասկանան, 1, 2, 3 չեն հասկանում, ուրեմն շատ ուղիղ կստանան, ու ձեզ ասեմ, ես կարծեմ 1-2 օր առաջ էր տեսա նաև Իշխան Սաղաթելյանի մի գրառում, հայտարարություն, որի կետերից մեկն էր նաև միջոցներ, չէ, առաջարկ էր անում, միջոցներ ձեռնարկել ընդդիմադիր ուժերի միջև հակաքարոզությունը, չգիտեմ, բացառելու, մեղմացնելու։ Ես ուրախ եմ, որ Հայաստան դաշինքի մաս կազմող օրինակ ղեկավար մարմնի անդամ հանդիսացող ազգային ժողովի падգամավոր Իշխան Սաղաթելյանը ուրեմն այդ հայտարարությունը արել է, ֆիքսել է, որ այդ թվում եւ իրեն շարքերում այդ խնդիրը բավականին։ Կա այսօր նույնպես իմջալուց այստեղ գալուց պատական Facebook-ով որոշների գրառումները հաշվովս ընկավ, ովքեր իրենց դաշինքի մաս են կազմում ու փորձում են այդ կեղտոտ ձևով ընդ որում հակաքարոզություն իրականացնել Վանեցյանի հայրենի կուսակցության հանդեպ։ Ես հուսով եմ, որ իրենք արդեն սկսեն իրենց շարքերից, որպեսզի այդ հակաքարոզությունը չարվի, այսինքն մենք հերթով այն մեղադրանքները, որ կա, գնում ենք, մենք հանրապետական կուսակցության հետ գնացել ենք ազգային ժողովի ընտրություններին դաշինքով գնացել ենք։ Կարանք երկենք, չեն կարող։ Անցել ենք այդ մարդկանց այդ ճանապարհ քաղաքական, անցել ենք։ Մենք մեր անցածից չենք հրաժարվում։ Եթե մենք մեր անցածից հրաժարվենք, մենք ո՞նց կարանք խոսենք ապագայի մասին։ Մենք առանձին ուժ ենք։ Իշխանությունները ասում են Քոչարյան, հայրենիքը Քոչարյան, մի քանի պատասխանից հետո հասկացան, որ ապուշի կարգավիճակում են կներեք հայտնվում, նախարարի մակարդակով էին ասում։ Ասում են հայրենիքը քոչանական ուժերից մեկն է։ Իբր մտածել էին մի հատ բան, հետո հասկացան, որ շատ տխուր իրավիճակում են հայտնվում, իրենք սկսեցին հետ կանգնել այդ քարոզությունից։ Ես ձեզ Այսինքն այն փուչիկը, որը կա մեր շուրջը քարոզչական, հերթով տրաքելով գնում է։ Մենք առաջիկայում ավելի ենք ինտենսիվացնելու, որպեսզի չհամարձակվեն ուրեմն այլևս նման կեղտոտ քարոզություն իրականացնել մեր հանդեպ։ Ես ձեզ հավատացնում եմ, որ քաղաքացիների մեծամասնությանը ոչ այնքան այս ներքաղաքական, ներընդդիմադիր փուչիկներն են հետաքրքրում, որքան արդյունք ունենալը։ Եվ այդ արդյունքը ապահովելու համար ինչ մարտավարություն ունեք, ես հասկանում եմ, որ ամբողջը չեք կարող բացահայտել, բայց համագործակցության ինչ շրջանակներ կանխատեսենք, սպասենք։ Արդյունքը ապահովելու համար սկսենք սկզբից, ինչ ենք անում։ Ընդլայնում ենք կուսակցությունը։ 2 օր առաջ ճամբարակում, որտեղ երբևէ մենք տարածքային կառույց չենք ունեցել, մենք ձևավորեցինք տարածքային կառույց։ Շարունակում ենք հանրապետության տարբեր համայնքներում կուսակցության ընդլայնման գործունեությունը, որովհետև մարդը պետքա ունենա հնարավորություն միջոց, կուսակցությունը պետքա ընդառաջ գնա քաղաքացուն ներկայացնի ինքը ոնց է պատկերացնում, այդ մարդը տեղը պետքա լինի, մարդիկ պետքա լինեն կուսակցությունից, որ ինքը կարողանա գա, նստել այսպես ասել, լավ դուք ասենք եկել եք 30 տարի 1000-ի կուսակցություն ենք տեսել, 1000-ի 10,000-ի խոստում ենք լսել։ Դուք ոնց եք պատկերացնում։ Առաջինը մենք գնում ենք ուժեղանալու ճանապարհով։ Ստեղծում ենք մեր տեղերում մեր թմերը։ Աշխատանքը ժամանակա պահանջում, որպեսզի այդ մարդիկ ավելի չէ խորի ինտեգրվեն կուսակցությանը, տարբեր պատասխաններ ուրեմն ունենան, լսեն, սովորեն, աշխատում ենք կուսակցության ուժեղացման համար։ Դա ամենակարևոր այսօր քայլն է, որը իրականացում է, որովհետև երբ որ դուք հիմա պոպուլյար բան չեք ասում, պոպուլյար բան չեմ ասում, ես գիտեք ինչ դուք պիտի ասեք հաջորդականություն եմ ասում։ Կուսակցական գործերը թողնում ենք մի կողմ եւ ամբողջապես ինտեգրվելու ենք Հայաստանի ազատագրման գործին։ Գիտեք ինչ սա կլիներ պոպուլյար պոպուլիստական։ Հիմա դուք ստիպում եք ես նորից գնամ մի քիչ հետ ու խոսեմ մեր սխալների մասին, էլի։ Այսօր մի քիչ շատ խոսեցի միջայլոց կուսակցության սխալների մասին, բայց կարծում եմ դրա մասին պետքա խոսենք ու բնականաբար դրանք ուղղենք։ Երբ որ կուսակցությունը ստեղծվում էր այդ ժամանակ կորոնավիրուսի այդ ժամանակահատվածն էր, շատ խիստ պայմաններ էր, համագումար անել եւ այլն, ընդհանրապես մի քանի ամիս հետո եղավ պատերազմ, ցավոք սրտի, պատերազմից հետո փողոցային պայքար, հետո էլի արտահերթ խորհրդանական ընտրություններ, այսինքն մենք ժամանակ չենք ունեցել զբաղվել լուրջ կուսակցաշինությամբ։ Ու հետեւաբար հիմա այն սխալը, որ արել ենք,
Մենք հավակնում ենք շատ ավելի լուրջ քաղաքական կենտրոն դառնալու։ Ես ուղղակի ուզում եի հանրային ընկալումը ձեզ ներկայացնել Հայաստանում քաղաքացիների շրջանում կուսակցություն բառը արդեն նեգատիվ ասոցիացիա է առաջացնում։ Եվ երբ ասում եք կուսակցաշինություն, տպավորություն է, որ դուք միայն դրանով եք զբաղվելի եւ կենտրոնում միայն դա է, մինչդեռ այլ սպասումներ ունեն մարդիկ։ Ձեր հարցը երկու մասից էր բաղկացած։ Ես մի մասին անդրադառնում եմ, որ անցնեմ հաջորդին, որովհետեւ մեկը մյուսի հետ ուղիղ կապված է։ Այո, մարդկանց մեջ չկա այդ վստահությունը կուսակցությունների հանդեպ, շատ ցածր մակարդակի վրա մենք գնում ենք կարծրատիպերը կոտրելու, որովհետև համարում ենք մենք այն քաղաքական ուժն ենք, հայրենի կուսակցությունը այն կուսակցությունը, որ կարող է գնալ ու այդ կարծրատիպերը կոտրել։ Վստահ եմ, հիմա շատերը կամ մի մասը գոնե որ նայում են, ասել են լավ, էլի տենց շատ ենք լսել, ինչ-որ թերահավատորեն են մոտենալու։ Ընդունում եմ ինչի են թերահավատորեն մոտենում, որովհետև տասնամյակներ շարունակ տեսել են։ Ես էլ ասում եմ, հիմա ասում եմ, ու մենք անելու ենք ու ինչ որ ժամանակ հետո կտեսնենք, որ իմ ասածը իրականություն է դառնալ։ Մենք գնալու ենք հնարավորին չափ կոտրելով այդ կարծրատիպերը, որ կուսակցությունները դրանք ինչ որ պրոյեկտներ են, ոչ։ Կուսակցությունը միջոց է երկրում բան փոխելու։ Հիմա կամ գլխավորին։ Ուզում ենք փոխենք ամեն ինչ, համարյա ինչ որ կա մեր երկրում, որովհետև մենք հիմա ունենք պարտվողական, զիջողական քաղաքականություն արտաքին, խաղություն ենք մուրում, դա խաղություն չի, դա նույնիսկ անարժանապատիվ խաղություն չի։ Դրանք ընդամենը խոսքեր են այս իշխանությունը, որ փորձում է մարդկանց ուրեմն խաբել, մանիպուլացնել, որովհետև եթե լիներ իրական խաղաղություն, process-ը գնար իրական խաղաղության, գեյները վերադարձած կլինեին, ադրբեջանական ուժերը իրենց թաշախուստով հայկական տարածքների դուրս եկած կլինեին, Հայաստանը կվերականգներ իր տարածքային ամբողջականությունը ու այդ խաղաղության համաձայնագիրը կստորագրվեր հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահերը։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք պետքա ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարես ու այդ քաղաքականությունը որ դու վարում ես, դու պետքա նաև ներքին ռեսուրս ունենաս։ Քո տնտեսությունը չպետքա լինի այնպեսին, ինչպեսին կա կամ այնպեսին, ինչպեսին եղել է 30 տարի շարունակ։ Ռուսաստանից բերում են, չգիտեմ, ուրիշ երկրներ վերարտանում են, անում տնտեսական աճը, հրաշքներ, պետական պարտքը ավելանում է, ասում են ասֆալտ արեցինք, այն արեցինք, բայց դու պետքա դա անես տնտեսության հաշվին։ Այն հարկային քաղաքականությունը, հարկային տերորը, որ այսօր այս իշխանությունը իրականացնում է, սա գիտեք ինչ, բյուջեն լցնելու ընդամենը միջոց է։ Ինչ կլինի տնտեսության հետ, հետո ինչ կլինի, էլի։ Կփակվեն։ Բիզնեսը կարտագաղթի, თუ արտագաղթի։ Մենք գալիս ենք փոխելու արմատապես հարկային քաղաքականությունը, որ մեր երկրում այն բաժակը, որ դրսից բերում են, սկսենք հնարավորին չափ ստեղ արտադրել։ Այս սեղանը, այն ամեն ինչ որ հնարավոր է։ Դրա համար պետքա նորից եմ ասում քաղաքական կամք ու ծրագիր։ Երկուսն էլ ունենք, երկրորդ մասը կներկայացնենք հանրությանը։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ուզում են իրական փոփոխություններ մեր երկրում, ունենալ Հայաստան, որը երբեք չենք ունեցել, բայց ուզում ենք ունենալ, թող գան մասնակից դառնան այդ process-ին, միանալով հայրենի կուսակցությանը։ Թե չէ նստել, բողոքել, թերահավատորեն նայել, ասել մեկը ամեն ինչ պլանավորած է, բան չի փոխվի, բոլորը նույնն են, ունենանք այն Հայաստանը շատ ավելի վատ վիճակում, որը ունենք, հետո մի քիչ ավելի կվատանա, հետո կվերանա կպրծնի, բայց մենք դրա իրավունքը չունենք, այս մեր երկինն է, մենք ուզում ենք մեր երկրում արժանապատիվ նորմալ ապրել։ Դրա համար եկեք միացեք, միասին կառուցենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։